Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության Զինուշ հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումն է, բարև ձեզ։ Թողարկումը սկսում ենք 3 տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկատվությամբ։ Այսպես, ապրիլի 27-ին ժամը 4:15-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում Պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող ՎԱԶ-2107 մագնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը եւ եւս 2 պայմանագրային զինծառայողներ։ Ձեռնարկված միջոցառումներով վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել։ 2 պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը Բերդի զինհոսպիտալում։ Դեպքի վայրի զինության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաև վերը նշված ավտոմեքենայի վրա։ Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։ Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհված պայմանագրային զինծառայողների հարազատներին։ Այժմ պաշտոնական տեղեկատվության մյուս հատվածը ներկայացնենք տեսաշարի միջոցով։ Ապրիլի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկին Քրինա Ռոդիկա Պրինարուին եւ Հայաստանում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Խորխե Նիկու Սեկարային։ Հանդիպման ընթացքում դեսպան Պրինարուն ներկայացրել է նորանշանակ ռազմական կցորդին եւ փոխանցել պաշտպանական բնակավարում Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ռումինական կողմի պատրաստակամությունը։ Շնորհավորելով գնդապետ Սեկարային ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Պաշտպանության նախարարը մաղթել է նորանոր հաջողություններ եւ հույս հայտնել, որ ռազմական կցորդի նշանակումից հետո երկկողմ համագործակցությունը նոր թափ կստանա։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։ Ապրիլի 24-ից 26-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Ռումինիայի գլխավոր զինվորական դատախազ Նիկոլայե Լուպուլեսկուի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի, Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հետ։ Հանդիպումների ընթացքում կարծիքներ են փոխանակվել երկու երկրներում գործող ռազմական արդարադատության համակարգերի շուրջ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձի փոխանակման հետագա համագործակցության վերաբերյալ։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Ապրիլի 23-ից 24-ն էլ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը մասնակցել է Գերմանիայի Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում կայացած Արևելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ամենամյա նիստին, որն անցկացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության հովանու ներքո։ Նիստը նվիրված էր տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Եվրատլանտյան գործընկերության հարթությունում պաշտպանական համագործակցության առնչվող հարցերի շուրջ կարծիքների փոխանակմանը։ Ապրիլի 23-ին Յուրի Խաչատուրովն առանձնազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության հրամանատար, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության մարտահրավերներին դիմագրավելուն եւ հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցության զարգացմանը վերաբերող խնդիրներ։ Հաջորդ օրը գեներալ գնդապետը մասնակցել է գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով լիավգումար նիստին։ Նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովն անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության հետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համագործակցությանը, կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կողմերի միջև փոխվստահության միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։ Ապրիլի 25-ին էլ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով հերթական նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը, կոալիցիոն ուժերից Աֆղանստանի կառավարական ուժերին փոխանցելու գործընթացը։ Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2012 թվականի աշխատանքային պլանի համաձայն այցելել են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ։ Այցի մանրամասները ներկայացվող տեսանյութում։
Պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ կատարած այցին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի, Վրաստանի, Չեխիայի, Հունաստանի, Ռուսաստանի ռազմական կցորդները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը։ Այցի սկզբում Պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը ներկայացրեց Պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության գործառույթները, կառուցվածքը, պատմությունը, համագործակցության առանձնահատկությունները, Հայաստանում գործող ռազմաարդյունաբերական հաստատությունները եւ արտադրվող ռազմաարդյունաբերական արտադրանքի տեսականին։ Այնուհետև կազմակերպվեց այց Չարենցավանի հաստոցաշինական գործարան, լազերային տեխնիկա եւ ԼՏ պրիկալ ընկերություններ։ Հյուրերը շրջայց կատարեցին նշված ձեռնարկություններում, ծանոթանալով ցուցադրության ներկայացված արտադրատեսակների նմուշներին։ Ապրիլի 19-ին զինված ուժերի ինժեներասակրավորային զորամասերից մեկը նշեց կազմավորման 19-րդ տարեդարձը։ Այդ արդիվ շնորհավորելով զորամասի անձնակազմին, ձեր ուշադրությանն եք ներկայացնում զորամասում կայացած հանդիսավոր միջոցառման մանրամասները։ Մարտական դրոշը, որը հանձնվել է առանձին ինժեներասակրավորային զորամասին, անցած մարտական ուղու հետպատերազմյան շրջանի ձեռքբերումների խորհրդանիշն է։ Զորամասն այդ ուղին անցել է պատերազմական ականապատված տարածքներով, ռազմաճակատի տարբեր հատվածներով։ Մարտական գործողությունների տարիներին ձեռք բերած փորձը, մարտավարամասնագիտական կարողությունները անձնակազմը ներդրել է հանրապետության սահմանամերձ գոտիներում, որտեղ անձնուրաց աշխատանքների շնորհիվ վնասազերծվել են տասնյակ հազարավորականներ, ինչի շնորհիվ առաջնագծին հարող խոհատարածքները վերադարձվել են խաղաղ բնակչությանը։ Իրենց ելույթներում զորամասի հրամանատար գնդապետ Հարությունյանը, ինժեներական զորքերի պետ վարչության պետ գնդապետ Աբրահամյանը, գեներալ-մայոր Ադոյանը կրկին անդրադարձան զորատեսակի կայացման առանցքային փուլերին, արժանին մատուցելով բոլոր այն սպաներին, կրսեր հրամանատարներին, շարքայիններին, որոնց ամենօրյա ջանքերի քրտնաջան աշխատանքի շնորհիվ երթևեկելի են դարձել բարձր լեռնային շրջանների դժվար անցանելի ճանապարհները, վերանորոգվել տասնյակ կամուրջներ, ապահովվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների անվտանգությունը։ Բոլոր այս դժվարին աշխատանքները լիարժեքորեն եւ ամբողջական ծավալով կատարելու համար հարկ է շարունակ բարձրացնել անձնակազմի մարտունակությունը, խորացնել եւ կատարելագործել տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների պաշարը։ Այս ամենը ձեռք է բերվում ճամբարային հավաքների, դաշտային ելքերի ժամանակ, զորավարժությունների նախորդող լայնածավալ աշխատանքների ընթացքում։ Շուտով զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմը հանգամսյա դասընթացներից հետո ավարտական քննություններ կհանձնի, համապատասխան որակավորում ստանալով կուրսանտները կհամալրեն ինժեներասակրավորային ստորաբաժանումները, շարունակելով ավագ սերնդի սակրավոր ճանապարհաշինարարների գործը։ Զորամասի 19-ամյակի օրը պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնվեցին բարեխիղճ ծառայությամբ կարգապահ վարքով առավել աչքի ընկած զինծառայողներին։ Այս պարգևները ազգային բանակի կարևորագույն օղակներից մեկի բոլոր ստորաբաժանումների անխոնջ աշխատանքի արժանի գնահատականն է։ Զորատեսակի մարտիկները միշտ շարքում են, միշտ առաջին գծում, կատարելով բոլոր մարտական առաջադրանքները, իրականացնելով վտանգավոր, սակայն մեր ժողովրդի համար կարևոր առաքելություն, այն է հայրենիքի անվտանգության ապահովում։ Անտարակուսելի է, որ հրամանատարական կազմի գիտելիքների ամրապնդումն ու կատարելագործումը զինված ուժերի համար կարևոր նշանակություն ունեն։ Ահա այս նպատակին էին միտված ապրիլի 23-ից 27-ը զինված ուժերի զորամասերից մեկի հենքի վրա անցկացված գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարների հրամանատարական հավաքները։ Ողջունելով հավաքի մասնակիցներին, զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը նշեց, որ գումարտակի եւ դիվիզիոնների հրամանատարներն այն սյուներն են, որոնց վրա հենվում է ազգային բանակը։ Վարչության պետը հորդորեց հավաքի ընթացքում ցուցաբերել օրինակելի կարգապահություն, լրջորեն նախապատրաստվել առաջիկա պարապմունքներին եւ դրանց շրջանակում անցկացվելիք ստուգարքներին ու քննություններին։ Հավաքի ընթացքում մասնակիցներն ունկնդրեցին դասախոսություններ, որոնք հիմնականում վերաբերում էին զինվորական կարգապահությանն ու դրա զարգացման ու կատարելագործման ուղիներին, զինված ուժերում հայ առաքելական եկեղեցու դերին, ազգային բանակում ընթացող օրենսդրական ոլորտի եւ ռազմակրթական համակարգի բարեփոխումներին։ Իդեպ հավաքների ընթացքում դասախոսություններով հանդես եկան Պաշտպանության նախարարի տեղակալները, զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերն ու բաժինների պետերը։ Նշենք, որ հավաքի մասնակիցներն այդ դասախոսությունների միջոցով մեկ անգամ եւս ուսումնասիրեցին Պաշտպանության նախարարի անցած հաշվետու ուսումնական տարվա պատրաստության արդյունքների ամփոփման եւ ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության խնդիրները հաստատելու մասին հրամանի պահանջները,
ծանոթացան սպայական կազմի պլանային փոխարինման կազմակերպման եւ իրականացման կարգին։ Հավաքի շրջանակում գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարները ներկա գտնվեցին 4-րդ բանակային զորամիավորման զորավարժաններից մեկում կազմակերպված ցուցադրական զորավարժությանը։ Հավաքի մասնակիցներին ներկայացվեցին վաշտային մարտավարական զորավարժությունների նախապատրաստման, կազմակերպման եւ անցկացման կարգն ու հաջորդականությունը։ Զորավարժության ավարտին մարտական պատրաստության վարչության կողմից ստուգվեց գումարտակի հրամանատարների ղեկավար փաստաթղթերի իմացությունը։ Միաժամանակ կարևորվեց նաև գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարների ֆիզիկական պատրաստության ստուգումը։ Ըստ այդմ հրամանատարները քննություններ հանձնեցին նաև զենքով եւ առանց զենքի շարային վարժաձևերի կատարում եւ ֆիզիկական պատրաստություն առարկաներից։ Հավաքի ծրագրի համաձայն գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարները ապրիլի 26-ին էլ եղան Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժանում, որտեղ դրսևորեցին հրաձգության իրենց ունակությունները։ Իդեպ նախքան մարտական հրաձգությանն անցնելը գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը շեշտեց, որ ծառայողական խնդիրների կատարման գործում թերացող, ինչպես նաև մարտական պատրաստության կանոններին չտիրապետող սպաներն անելիք չունեն զինված ուժերում։ Այս հավաքներն էլ կարևորվում են հենց դրանով, որ օբյեկտիվորեն բացահայտում են սպաների հնարավորություններն ու կարողությունները, Երևան հանելով ծառայողական պարտականությունների կատարման գործում թերացող սպաներին եւ լուծման կարիք ունեցող խնդիրները։ Պատահական չէ, որ մենք ուշադրությունը կենտրոնացնում ենք այս օրակի վրա, քանի որ նա հանդիսանում է հիմնական համազորային մարտավարական ստորաբաժանումը։ Մենք իհարկե ենթադրում ենք, որ հավանական պատերազմի դեպքում մարտը վարելու են հենց գումարտակները եւ դիվիզիոնները։ Եվ այն ուշադրությունը, որ մենք հատկացնում ենք այս օրակի հրամանատարական սպայական կազմի վրա, անչափ կարևոր է։ Ապրիլի 27-ին հավաքի մասնակիցներին հանդիպեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Անդրադառնալով հրամանատարական պատրաստությանը եւ կարևորելով հրամանատարների կազմակերպչական ունակությունները, նախարարը շեշտեց, որ շատ կազմակերպչական հարցեր առավել դյուրին են լուծումներ գտնում, եթե ժամանակին ուշադրություն ես դարձնում դրանց նախապատրաստմանն ու աշխատանքների պլանավորմանը։ Սեյրան Օհանյանը կարևորեց նաև ինքնակրթության դերը, ընդգծելով, որ այն պետք է գումարտակներում զուգակցվի ներխմբային պարապմունքներով։ Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հաջորդեց հավաքի արդյունքների ամփոփումը։ Բարձր գնահատելով անցկացված միջոցառումները, գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկաց Բաղմանյանն ու մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը նշեցին, որ հրամանատարական հավաքները ծառայեցին իրենց նպատակին, այն է պարզել գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարների մարտավարամասնագիտական պատրաստության աստիճանը, վերհանել ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում շտկման կարիք ունեցող խնդիրներն ու բացթողումները։ Հաջորդ տեսանյութը, որն անդրադարձ է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի զոհված ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանի հայրական օջախ կատարած այցին, ներկայացնում է Կարեն Պետրոսյանը։ Նախորդ տարվա ամռանը Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում տեղի էր ունեցել զոհված ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողություն։ Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չէր կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, բայց խոստացել էր, որ անձամբ կայցելի եւ կհանդիպի զոհված ազատամարտիկի ծնողներին։ Եվ ահա իր խոստմանը հավատարիմ ապրիլի 24-ին Սեյրան Օհանյանը հյուրընկալվեց Դաշտադեմ համայնքում։ Զոհված ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանի հիշատակի համար կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ դնելով, միաժամանակ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար զոհված հայրենիների հիշատակին, Սեյրան Օհանյանն այցելեց ազատամարտիկի տուն։ Գագիկի ծնողների հոգիներում բնականաբար որդու կորստյան ցավն է, բայց նրանց արտաբերած խոսքերում հպարտություն կա իրենց որդու եւ մյուս հայրենիների հերոսական սխրանքի համար։ Կորցրել եմ տղայիս, բայց երբ կողքից տեսնում եմ ձեզ նման մարդիկ, ես հպարտանում եմ իմ տղայով, հպարտանում եմ ձեզանով, դուք եք զինվոր, քայլող լեգենդներ։ Հանդիպումը կարելի է անվանել ոգեկոչման արարողություն, հիշել մեր հերոսներին եւ հպարտանալ նրանցով, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հաղթանակի եւ մեր այսօրվա խաղաղության համար։ Ապրիլի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հուշ երեկո նվիրված Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Չնայած վատառողջ վիճակին երեկոյին մասնակցել է նաև Վազգեն Սարգսյանի մայրը Գրետա Սարգսյանը։
21-րդ դարամերն է լինելու խորագրով ուշ երեկոն, ի դեպ կազմակերպվել էր պատահական օր, որը ոչ սպարապետի ծննդյան տարեդարձն էր, ոչ էլ մահվան տարելիցը։ Օրվա ընտրությունը սակայն խորհրդանշում էր այն իրողությունը, որ ազգային հերոսներին հիշելու համար հատուկ առիթներ պետք չեն։ Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը, ապա ունկնդրեցին նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II կաթողիկոսի օրհնությունը, որն ընթերցեց եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ազգային հայրենասիրական երգերը, ասմունքը եւ պաշտպանության նախարարության սարդարապատ բարի համույթի կատարմամբ մարտական պարերը ներկաներին եւս մեկ անգամ հիշեցրին Վազգեն Սարգսյանի եւ մեր ժողովրդի անցած դժվարին ուղին։ Ազգային հերոսի մայրը Գրետա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր մասնակցում էին հուշ երեկոյին, նշելով, որ դա ավելի շատ դահլիճում ներկաներին է անհրաժեշտ, քան Վազգենին։ Իհարկե սպարապետը ձերն էր, արդեն 10 տարի էր, նա մեզանից դուրս էր եկել, ամիսներով երեսնել չէինք տեսնում, սպարապետը ձերն էր, ձեր համար էր ամեն ինչ անում, մեր ժողովրդի, մեր ազգի համար։ Նշենք, որ Գրետա մայրիկը զինվորի պաշտպանության կոմիտեի կողմից պարգևատրվեց զինվորի պաշտպան մեդալով։ Շարունակում ենք թողարկումը։ Այժմ անդրադառնանք առաջիկայում մեկնարկելի գարնանային զորակոչի թեմային։ Այսպես, այս տարվա գարնանային զորակոչը կմեկնարկի մայիսի երկրորդ կեսից, ինչի արդյունքում 12-րդ դասարանն ավարտած ու զորակոչային տարիքի հասած տղաներին բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների մասնակցելու հնարավորություն կտրվի։ Սակայն մինչ այդ տարածքային զինկոմիսարիատներն իրականացնում են համապատասխան գործընթացներ։ Անդրադարձ Գյումրիի տարածքային զինկոմիսարիատում ընթացող նախապատրաստական վերջին աշխատանքներին։ Հայաստանի զինկոմիսարիատներում ավարտին է մոտենում 2012 թվականի գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Գյումրիում դրանք մեկնարկել էին դեռևս փետրվարին ու մոտենում են ավարտին։ Շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինակոչիկները ներկայանում են զինկոմիսարիատ ժամկետային զինծառայության մեկնելու ծանուցագրերը ստանալու նպատակով։ Ի տարբերություն նախորդ տարիների 2012 թվականի գարնանային զորակոչը համեմատաբար ուշ կիրականացվի մայիսի 22-ից մինչև հուլիսի 30-ը։ Բանն այն է, որ այս տարի հանրապետության ավագ դպրոցներն ու հանրակրթական հաստատությունները կունենան 18 տարին լրացած առաջին շրջանավարտները։ Նրանց հնարավորություն կտրվի մասնակցելու բուերի ընդունելության քննություններին։ Տարկետման իրավունքից չօգտվող եւ բուչ ընդունված տղաները կզորակոչվեն ժամկետային զինծառայության։ Տարբերություն չլինի զինակոչիկների առողջությունն ստուգող հանձնաժողովի աշխատանքներում։ Անշուշտ այս գործընթացն հնարավորություն կտա հետևելու նախազորակոչային տարիքի տղաների առողջությանը։ 1, 2 կամ 3 տարի առաջ հաշվառված երեխան, որը դպրոցից հաշվառվել է եւ ունեցել է, ասենք, խնդիր կապված առողջականի հետ, այս 2 կամ 3 տարիների ընթացքում մեր կողմից անվճար ուղեգրերով ուղարկվել է հիվանդանոց եւ վերցվել է հսկողության տակ եւ այդ երեխաները պարտադիր կարգով անցկացվել է իրենց բուժումը կազմակերպվել եւ արդյունքում այսօր մենք ունենք երեխաներ, ովքեր կարող էր գծագրման ժամանակ ունենալ հիվանդություն, այսօր առողջացել են։ Ուրախալի է, որ դեռահասների առողջությանն հետևելը կազմակերպվում է պետական մակարդակով, ինչն արդեն իր դրական արդյունքներն է տվել։ Դեռատիների զանազան հիվանդությունների թվային ցուցանիշը նվազման է գնում, քանի որ հիվանդությունների տարածումն ու զարգացումը կանխվում է դրանց նախնական շրջանում ստացիոնար մասնագիտական հետազոտությունների իրականացմամբ։ Զինկոմիսարիատի աշխատակիցներն ուրախությամբ են նշում ծառայության անհրաժեշտության մասին գիտակցության զարգացումը։ Նույնիսկ կա երկքաղաքացիներ, ասենք Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չնայած նա օրենքով ենթակա էր Հայաստանի Հանրապետությունում զորակոչվել եւ ծառայելու, բայց վերադառնում են այսօր ծառայության, անցնում են ծառայություն, նորից հետ են գնում Ռուսաստանի Դաշնություն կամ մեկ այլ երկիր։ Տարեստարի նվազում է ծառայությունից խուսափողների թիվը։ Քիչ չեն նաեւ Հայաստան վերադարձող զորակոչային տարիքից դուրս եկածների թիվը։ Օրենքով սահմանված կարգով համապատասխան վճարումներ իրականացնելու պարագայում նրանք ազատվում են քրեական հետապնդումից։ Ահա այսպես նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են, իսկ մայիսի վերջին 10-օրյակից կսկսվի զորակոչը։ Արդեն 97 տարի է, ինչ մենք ապրիլի 24-ին նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Մեկտեղվում ենք մեզ համար ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ մեր արդար պահանջը ներկայացնելով համայն մարդկությանը։ Պահանջ ճանաչելու եւ դատապարտելու 1915 թվականին Թուրքիայի կառավարության կողմից իրագործված հայոց ցեղասպանությունը։ 1877 թվականին սկսվեց ռուս-թուրքական հերթական պատերազմը, որի արդյունքը եղավ Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ Ըստ այդմ հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ։ Սա հայերի համար հիանալի տարբերակ էր։
Սակայն արևմտաեվրոպական պետությունները մտահոգվելով Ռուսաստանի հաջողություններից հակամարտող կողմերին հրավիրեցին նոր բանակցությունների, արդեն Բեռլինում։ Այնտեղ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային։ Փոխարենն առաջացավ հայկական հարցը, որը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցություն եւ հետեւաբար հայերի վիճակի բարելավում։ Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցություն։ Եվրոպական դիվանագիտությունը հայկական հարցը սկսեց օգտագործել որպես Թուրքիային ճնշելու գործիք։ Թուրքերը հայկական հարցն օրակարգից հանելու համար ընտրեցին ամենաանմարտկային տարբերակը՝ վերացնել հայ ժողովրդին երկրի երեսից։ Այդ նպատակով ստեղծվեցին Համիդիե կոչվող ավազակային խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը։ Խստացվեց հայահալած քաղաքականությունը։ Այդ քաղաքականության անմիջական կրողը դարձավ Սուլթան Աբդուլ Համիդ II։ Նրա նախաձեռնությամբ 1895-ից 1896 թվականներին սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը, որոնց զոհ գնաց մոտ 300,000 հայ։ 1908 թվականին երիտթուրքերը Թուրքիայում կատարեցին հեղաշրջում, որին աջակցեցին նաև հայկական կուսակցությունները։ Սակայն այդ ժամանակ թուրքական քաղաքականության մեջ արմատավորվեց պանթյուրքիզմի գաղափարախոսությունը։ Այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորում մեկ պետության մեջ եւ ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջում։ 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը։ Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում եւ խլեց մոտ 30,000 հայերի կյանք։ Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքները ել ավելի սաստկացան։ Այդպես ողջ Օսմանյան կայսրությունը պատրաստվեց հայերին վերջնական հարվածը տալու։ Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացնել 3 փուլերով։ Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-ից 45 տարեկան հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին 50-100 հոգանոց խմբերով եւ առանձին բնաջնջեցին։ Բռնագրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։ Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության քաղաքական, մշակութային եւ ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոնստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից։ Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը, գերազանցապես կանանց, ծերունիներին եւ երեխաներին։ Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր ջարդ։ Հայերին կամ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կամ սպանում էին, կամ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում Դերձոր, որտեղ եւ բնաջնջվեցին։ Այսքանով հայերի նկատմամբ թուրքական ոտնձգությունները չավարտվեցին։ Երիտթուրքերի 1918 թվականին Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500,000, իսկ 1920-ից 1922 թվականների արդեն քեմալական կառավարության կատարած ջարդի ժամանակ 260,000 հայ։ Ընդհանուր առմամբ 1895-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2.5 միլիոն հայ։ 19-րդ դարի վերջը եւ 20-րդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջան էր։ Օսմանյան կայսրությունը պետական մակարդակով ծրագրեց եւ իրագործեց հայերի զանգվածային կոտորած։ Չկար պետականություն ու չկար բանակ, եւ նման պարագայում անպաշտպան ժողովրդին կոտորելը շատ հեշտ է, բայց անընդունելի եւ դատապարտելի։ Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտեցին բազմաթիվ առաջադեմ մտավորականներ։ Պետական մակարդակով հայոց ցեղասպանությունը դատապարտվեց միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Խորհրդային շրջանում այս մասին թույլատրվեց խոսել միայն 60-ականներին։ 1967 թվականին Մեծ Եղեռնի 50-ամյակի կապակցությամբ ճարտարապետներ Թարխանյանի եւ Խալաշյանի նախագծով Ծիծեռնակաբերդ կոչվող բլրի վրա կանգնեցվեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Այն ուխտատեղի դարձավ հայ ժողովրդի համար եւ ինչպես տասնյակ տարիներ այս ապրիլի 24-ին էլ բոլորս պաշտոնյա ու զինվորական, շինարար ու մտավորական մեկտեղվեցինք մի գաղափարի եւ նպատակի շուրջ, մեր հարգանքի տուրքը մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։ Այդ օրը նաեւ առիթ էր եւս մեկ անգամ իլուր աշխարհի բարձրաձայնելու, որ 1915 թվականի հայոց ցեղասպանությունն անհերքելի իրողություն է եւ գալու է արդար դատավճռի ու հատուցման ժամանակը։
1915 թվականի շարունակությունն էին 20 տարի առաջ Հայաստանի հյուսիսարևելյան և հարավային սահմանագոտիներում և Արցախում ադրբեջանական զորքերի իրականացրած ավազակային հարձակումներն ու խաղաղ բնակիչների սպանությունները։ Այսօր սակայն արցախահայությունը առավել քան երբեք քաջ գիտի, թե ինչ է նշանակում վստահել, հավատալ Թուրքին ու հայրենի հողում ապաստան տալ նրան։ Դրա ավարտը կամ ջարդ է, կամ ցեղասպանություն։ Ապրիլի 24-ին մեր նկարանող խումբն Արցախում էր, ներկայացնում է իմ գործընկեր Նաիրա Համբարձումյանը։ Պատուհանագոքերին վառվող մոմեր էին դրված, ու շենքերն ասես ոգի էին առել։ Մթության մեջ ջահերից օդի մեջ ճայթող կրակի շիթեր էին բարձրանում, որոնք միահյուսվում էին ճանաչում և ոչ Թուրքիայի նախապայմաններին հնչող վանկարկումներին։ Ապրիլի 23-ի գիշերն այսպիսի պատկեր էր Ստեփանակերտում։ Մարդիկ քայլում էին դեպի քաղաքի հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Երթին մասնակից երիտասարդներից շատերն Արցախյան պատերազմի հետևանքով մնացին առանց ծնողների, շատերն առանց ամուսին, շատերը զրկվեցին երեխաներից, տուն ու տեղից։ Արցախահայության համար վերքերը դեռ չեն սպիացել։ Այստեղ դեռ հիշում են, թե ինչ կատարվեց Մարաղայում, Բաքվում, Սումգայիթում։ Եվ պատահական չէ, որ մարդիկ մեծից փոքր ուղղակի ճանաչում են վանկարկում։ Սրանք սոսկ բառեր չեն, այլ կենթանի պահանջ, ոգու այնպիսի պահանջ, որ գաղափար դարձավ, որ ուժ դարձավ մեր ազատամարտիկների բազուկներում ու Արցախն ազատագրեց թշնամուց։ Ռազմի երգերը Գյուլիստանցի Շահենի, Մովսես Գորգիսյանի, Մոնթեի ու մյուսների մասին զրույցները շարունակվեցին մինչև առավոտ։ Ապրիլի 24-ի առավոտյան էլ Զորամասում իմացանք, որ նախորդ գիշեր հակառակորդի կողմից բազմաթիվ գրակոծներ են գրանցվել։ Դիրքեր պիտի բարձրանայինք, ճանապարհ ընկանք։ Մեքենան անցնում էր նախկինում ադրբեջանաբնակ բնակավայրերով, որտեղից մահաբեր կրակ էր թափվում հայ խաղաղ բնակչության վրա։ Եվ ակամա հիշում ենք, որ մեկ դար առաջ Արևմտյան Հայաստանում թուրքը հրկիզեց ու ավերեց հայկական բնակավայրերը, բնաջնջեց բնիկ հայությանը։ Մեզ հետ կողքի ապրած մարդիկ հանկարծ որոշել էին տեր դառնալ մեր երկրին, ու Յաթաղանն իր գործն արեց։ Նույնը փորձեցին կրկնել 20-րդ դարավերջին, բայց չստացվեց, որովհետև լցվել էր համբերության բաժակը, որովհետև հայ շինականը զենք առավ, կամավորական ջոկատներ կազմավորեց, զինվոր դարձավ, բանակ ստեղծեց։ Այսօր սակայն հարևան Ադրբեջանը, արդեն մեր բասկից խոցված, կարող է միայն կրակ բացել սահմանի հակառակ կողմից, որովհետև հայոց երկրի սահմանը հայ զինվորն է պահում, որովհետև Արցախ աշխարհը Մոնթեի, Շահենի, Պետոյի, Թաթուլի, Կարոյի գաղափարակիրներն ու հետնորդներն են պաշտպանում։ Քանի որ մենք այստեղ կանգնած են, թող մեր հարազատները, մեր մայրերը, քույրերը եւ մեր սիրելի աղջիկները վստահ լինեն, որ մեր ազգը երբեք չի տեսնի հայոց Սումգայիթ, հայոց կոտորած եւ ավելի վստահ լինեն, որ երբեք թշնամին չի կարող ներթափանցել մեր երկիր։ Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետության սահմաններում եւ շատ հպարտ եմ, որ ծառայում եմ եւ պահում եմ անառիկ մեր սահմանները հակառակորդից։ Հակառակորդը ցանկացած պայև ոտնձգությունները փորձում անել մեր սահմաններին, բայց մենք պատրաստ ենք ցանկացած ոտնձգություններ հակառակորդին դիմակայելու եւ նրան հետ շպրտելու մեր սահմաններից։ Սիրելի մայրիկ, ես շատ հպարտ եմ, որ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Ես շուտով ավարտում եմ ծառայությունը, բայց միևնույն է, միշտ պատրաստ եմ պաշտպանել հայրենիքս։ Սիրելի մայրիկ, շնորհակալ եմ, որ ինձ դաստիարակել եք ինչպես հայրենիքի պաշտպան։ Ուրա, 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 հեյ, քաշնեժդեյ, սուրը շողշողա։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, իսկ վաղը կեսօրին հետևեք Զինուժի կիրակնօրյա թողարկմանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։